կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ որոշել ենք քննարկենք շատ սպասված թեմա ընկերության մասին։ Կանանց ընկերություն իսկական չկա։ Կա մարդու հոգեկառուցվածքի տեսակ, երբ ամեն դեպքում ընկերություն ասվածը ինչ որ գլխավոր տեղ միգուցե չի գրավում, գուցե խնդիրը ոչ թե նրան որ ձեր հետ ինչ որ բան են չի, այլ նախ ձեզ պետք չի։ Երբ դու չունես ու ասում ես պետք չի, կան հարցեր, որ դու բացառապես կարաս քննարկես ընկերուհու հետ։ Շատ եմ լսել այդ ֆիդբեքը, դուք չեք վիճում, ուրեմն եկեք հստակեցնենք։ Մենք իրարնից ենք տալիս մեկ-մեկ։ Ոչ մեկ չի ուզի դրան ականատես լինի։ Մեր շփումը հիմնված չի պրոյեկտի վրա, պրոյեկտն է հիմնված մեր ընկերության վրա։ Կենսակերպը ունի անմիջական ազդեցություն ընկերության вրա։ Հենասյուն հանդիսացող արժե համակարգերը պիտի համընկնեն։ Если դու նարցիս ընկերուհիներ չենք ունեցել, որպես նարցիս ընկերուհի չունենամ։ Я же их люблю։ Եթե դուք ակնհայտ տեսնում եք, որ ձեր ընկերուհու կողմից ձեր նկատմամբ կա ձեզ նվաստացնելու ցանկություն, հա, ձեզ սիրող մարդը ձեզ երբեք չի կարող ցավեցնի։ Տղամարդկանց հետ ընկերության մասին ինչ կասես, արդյոք այն գոյություն ունի։ Այո, քանի մի կողմը հստակ ցույց է տալիս, որ սա միայն ընկերության մասին է ու պահում է ֆրենդզոնում։ Хочешь поговорить об этом? Բարև ձեզ սիրելի կանայք, ինչպես նաև տղամարդիկ, սիրելի այլ կարծիքասերներ եւ սիրելի որակյալ կոնտենտ գնահատող մեծահասակ եւ միգուցե նաև անչափահաս անձինք, մենք սիրում ենք բոլորին եւ ուրախ ենք բոլորի ներկայությանը։ Շատ սիմվոլիկ օրով ենք մենք այսօր պսպղում ձեր էկրաններին կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քննարկելու ենք թեմա, որը անմիջական ինձ թվում է կապ ունի, բայց նախքան այդ թեման անցնելը մենք ունենք հստակ անելիքներ եւ ասելիքներ։ Համ դուք ունեք անելիք, համ մենք ունենք ասելիք։ Ձեր անելիքների շրջանակում մտնում է բաժանորդագրվել է պարտադիր կերպով եւ եթե ցանկություն ունենաք օրինակ այս գեղեցիկ տոնական օրով մեզ նվեր անելու, կարող եք դառնալ մեր Patreon-ը։ Մենք ունենք տարբեր փաթեթներ եւ կարող եք ընտրել ցանկացածը եւ դառնալ մեր Patreon ամսական ինչ որ գումարով ամեն ամիս հաշվեք մեզ ծաղիկ եք ուղարկում իսկ մենք արժանի ենք դրան ասեմ իմանաք էլի իսկ մենք խոսենք մեր սիրելի գործընկերներից ովքեր գեղեցիկ օրով օգնեցին որ այսօր նույնպես դուք վայելեք մեր հաղորդումը ձեր շողշողուն էկրաններին Easy Pay-ը արդեն մոտ 1 տարի մեծ սիրով օգնում է մեզ իրականացնել այս պրոյեկտը եւ այսօր ուզում ենք տեղեկացնել, որ այս գեղեցիկ օրով դուք ունեք հնարավորություն միանալու նրանց Telegram-յան ալիքին եւ ինֆորմացիա ստանալ բազմաթիվ հատուկ առաջարկների, զեղչերի, ակցիաների եւ ամեն ինչի մասին, ինչը կարող է հետաքրքրել միջին վիճակագրական սպառողին, ինչպիսին մենք բոլորս ենք լինել իրազեկ եւ լինել մեկ քայլ առաջ այդ ինֆորմացիան ստանալուց, այնպես որ անպայման միացեք EasyPay-ի Telegram-յան ալիքին, հղումը կգտնեք մեր հաղորդման նկարագրում, 2 քայլ ընդհանրապես, բայց ինչքան ինֆորմացիա եք ստանում ու Telegram-ում նշի որ մենակ այդ ակցիաներից ու զեղչերից ու հատուկ առաջարկներից են խոսում, շատ հետաքրքիր նյութերով են կիսվում, որովհետեւ այնտեղ աշխատում են թույն մարդիկ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Անթերից կլինիկային մեր հաղորդմանն աջակցելու համար եւ ուզում ենք տեղեկացնել, որ եթե ձեր սիրելի կնոջը կլինի, ձեր մայրիկը, քույրիկը, ընկերուհին դուք ինքներդ որպես ձեր սիրելի կին դեռ չեք հասցրել ձեռք բերել նվեր այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, ապա թե հեռախոսազանգի միջոցով այս հեռախոսահամարի միջոցով թե այցելելով մասնաճյուղ եւ թե առցանց կարող եք ձեռք բերել Անթերից կլինիկայի նվեր քարտ շատ տարբեր դրամային չափերով, որը ձեր սիրելի կանայք այդ նաև դուք կարող եք օգտագործել թե Ալեքսանդրիտային եւ դիոդային մազահեռացման փաթեթներից օգտվելու համար եւ թե իմ սիրուն դեմքի խնամքի բոլոր փաթեթներից օգտվելու համար, այնպես որ օգտվեք առաջարկից նվիրեք սեր, հոգատարություն եւ ջերմություն համենը մեկ քարտի միջոցով, որը ի դեպ կարող եք ձեռք բերել նաեւ թվային տարբերակով, մանրամասները կթողնենք մեր հաղորդման նկարագրում, իսկ դուք շտապեք ձեռք բերել, մեզ էլ ինչ տակ այսքանը մեր ասելիքների եւ անելիքների բաժանորդագրություն ունենք Patreon-ն։ Այսօր տոնին հետ կապված
Որոշել ենք քննարկենք շատ սպասված, շատ հարցված թեմա ընկերության մասին։ Բնականաբար առաջի հերթին կսկսենք կանացի ընկերությունը, կանանց ընկերությունը, կանանց ընկերությունը քննարկել, այնուհետև առհասարակ նաև տղամարդկանց հետ ընկերությունը նույնպես։ Իրոք ամենահարցված թեմաներից է կին տղամարդ ընկերություն, տղամարդկին ընկերություն եւ առաջին հերթին կանանց ընկերություն ու ամենապոպուլյար կարծիքը այս թեմայի շուրջ երևենա, որ կանանց ընկերություն իսկական չկա։ Այդ մեզ համենայն դեպս հասած, միգուցե սխալվում ենք ամենապոպուլյարը չի, բայց մեզ հասած պոպուլյարն է, բայց մինչև այդ լիքը բաներ ունենք քննարկել, մինչև կհասնենք կային կամ չկային։ Կուզենայի սկսել, որովհետև չգիտեմ ոնց դու, բայց ես ստացել եմ բազմաթիվ նամակներ, երբ որ այս թեման մենք քննարկել ենք Rearrange-ի եթերում, ու դու այնտեղ ասացիր նախադասություն, որ ես զարմանում եմ ոնց դուք կարող եք չունենալ ընկերուհիներ 30 տարեկանում, ինչ որ մոտավոր, հա, հստակ կոնտեքստը չեմ հիշում, ու շատերը այս թեմայով ինձ հարցրել են։ Ես ուզում եմ ինչքանով է բոլորին պետք ընկերուհիներ օրինակ, այսինքն իմ հետ ինչ որ մի բան է, այն չի որ ես ընկերուհի չունեմ եւ այլն ինչ որ նման բաներ։ Ես ուզում եմ, քանի որ այնտեղ մանրամասն կոնտեքստը չէր քննարկվում, այ հիմա իդեալական պահն է այդ կոնտեքստը մանրամասն քննարկել։ Ես իրականում հասկանում եմ Հայկանը ինչ էր ասում, ես իր հետ համաձայն եմ ինձ համար, բայց ես համարում եմ, որ այդ իրոք բոլորին չի, որ համապատասխան է։ Ես այդ քեզ մի անգամ եմ ասել, որ իմ դասընթացներից մեկի ժամանակ առաջադրանք կար գնահատել կյանքի ոլորտները, ու մեջը կար նաև գնահատել ընկերությունը։ Կոնկրետ իմ էլի, ամեն մեկը իր համար էր գնահատում, ես գնահատել էի 7-ից 10, 10-ից 7 հակներս։ Ու երբ խմբակիցները հարցրեցին, ասացին, իսկ хочешь поговорить об этом։ Իսկ արդյոք դա քեզ անհանգստացնում է թե ոչ, ասացի չէ, այդ իմ 10-ից 10-ն է։ Այդ 7-ի վրա ինքը թոմն է, ինձ լրիվ բավարարում է։ Գիտես, ես կարծում եմ, որ կա մարդու հոգեկառուցվածքի տեսակ, երբ ամեն դեպքում ընկերություն ասվածը ինչ որ գլխավոր կամ առհասարակ որևէ տեղ միգուցե չի գրավում։ Ես դա չեմ բացառում, բայց սա ամեն դեպքում բացառություններ են, որովհետև այդ մարդկանց ես մեծ սիրով կուզենայի հարցնել, իսկ չի ստացվել, չեք հանդիպել այն ընկերներին ում հետ կարողա համընկնի, հա, ձեր հետաքրքրությունները կամ կյանքի հարցները։ Երջանիկ միգուցե ավելի։ Հա, էլի, թե հանդիպել եք ու ձեզ ընդհանրապես դա պետք չի, սա կարևոր է, բայց դրա հետ մեկտեղ ես նաև չեմ բացառում, որ կյանքի իրավիճակներ կան, որտեղ ուղղակի տենց ստացվել է, որ չես հանդիպել քո մարդուն կամ ունեցել ես այդ մարդկանց կյանքի իրավիճակը փոխվել է ու դեռ չես անցել նոր էտապի մեջ այդ մարդկանց գտնելուն։ Իսկ հին մարդիկ քեզ էլ հետաքրքիր չեն։ Նույնն էլ, երբ խոսքը հավանական է իրոք 30-ի մոտ լինի, կարող է տարիներ լինի։ Նայած ինչ է ժամանակավորի տակ հասկանում։ Ուրիշ համատեքստ կա է, քո ասածը կարա 10 տարի լինի, կարա 15 տարի լինի, բայց մարդը չասի ինձ ընկերներ պետք չեն, մարդը ասի ես նոր ընկեր չեմ գտել, որը շատ հավանական է բոլորիս կյանքում, ու իմ կյանքում համենայն դեպս եղել է այդ մաղվելը գնալը։ Rearrange-ում ուղղակի հնչում էր այդ նենց, որ ինչը ձեր հետ են չի, որ դուք մինչև 30 տարեկան հասել եք, ընկերուհիներ չունեք։ Այս այդ կոնտեքստն եմ ուզում ասեմ, որ միգուցե խնդիրը ոչ թե նրանում, որ ձեր հետ ինչ որ բան են չի, այլ նախ ձեզ պետք չի, կամ ուղղակի այնպես է ստացվել, որ չեք հանդիպել նման մարդկանց։ Պետք չի հետ մի քիչ համաձայն չեմ։ Չէ, ես այդտես օրինակ տարբեր կարծիքներ ունեմ, ես շատ կարծում եմ, որ լիքը մարդկա ում պետք չի։ Ասեմ ավելին, ինձ օրինակ էլ պետք չի։ Ասենք տենց ամբողջ կյանք թույլ մնաս Էրիկային։ Ինձ էլ պետք չի, նենց չի որ ես օրնի բուն ընկած բանով լուպայով ման եմ գալիս, ոնց իմ ընկերական շրջապատը մեծացնեմ, ասեմ ավելին, շատ դժվար է հիմա մտնել իմ ընկերական շրջապատ։ Իսկ ես ներվ չունեմ, հավես չունեմ, ինչ որ մի ավելի քիչ մարդիկ են, որ քեզ համապատասխան են։ Նույն vibe-ի վրա գտնվող մարդկանց, բացի այդ նույն vibe-ի վրա հիմա անհամեմատ ավելի իմ զբաղվածությունը ավելի իսկ ընկերության հասնելը, հեսա կանդրադառնանք դրան, այդ ծանոթից ընկեր անցումը, ինչ որ ժամանակով ապացուցվող process է, հա, արարքներով, վերաբերմունքով, փոխադարձ պրիչոմ, նենց չի, որ ես այդ սպառողի պոզիցիայից եմ խոսում, դա փոխադարձ վերաբերմունք է, փոխադարձ ինչ որ vibe, որը տեստ անելու համար, որում համոզվելու համար ժամանակ է պետք։ Ես այդ ժամանակը հիմա չունեմ։ Ես կարամ իմ ընթացիկ արդեն հաստատված ընկերներին հատկացնեմ ամիսը մի օր ժամանակ հանդիպելու համար ու դա լինի օքեյ, որտեվ իրանք էլ են ինպես զբաղված։
ու էական ինչով են զբաղված, մեկը մայրությամբ զբաղված, մեկը իր ֆանտաստիկ կարիերայով զբաղված, մեկը ինչ որ նոր ուսումնառությամբ, բայց զբաղված են, բոլորիս համար օքեյ է։ Ու ես չունեմ այդ ժամանակը նոր մարդու հետ ինչ որ նոր դեգերումների մեջ ընկնելու լրիվ օքեյ եմ դրա հետ։ Մի հոգի լիներ իմ կյանքում պայմանական, եթե լինեիր մենակ դու ինձ էլի օքեյ կլիներ, բայց այդտեղ հարցը այն է, որ ընդհանրապես պետք չի արտահայտությունը, ես այդտեղ շատ մեծ հարցական եմ դնում, բոլորի անունից բնականաբար չեմ կարող խոսել, բայց լոգիկայով իմ ուղեղում չի տեղավորվում, եթե դու չունես այդ մի հոգուն, առհասարակ չունես, որ ասում ենք պետք չի ընկերներ, հա, խոսքը 15 հոգանոց մեծ բաների մասին չի, ֆեյրիչիսկի ինչ որ հավաքների մասին չի, որ բոլորը ընկերուհի են, հետո ունեն 14 հոգանոց չափ, որտեղ Այն մեկից երկու խոսում են իրարից։ Խոսքը դրա մասին չի, բայց եթե մարդ 30-ից հետո չունի մեկ որ ընկերուհի ու ասում է ինձ պետք չի, կարա ժամանակավորեն հներել հետաքրքիր չեն, չունեք ընդհանուր ոչ մի բան ու այո, ես գտնում եմ թե մարդու հետ ընդհանուր ոչ մի բան չունես, ավելի լավ է շփվես, քան ինչ որ պատմության երբեմնի եղած ընկերությունը սարքես հիմք ու տանջեք երկուսով իրար։ Բայց երբ դու չունես ու ասում ես պետք չի, ես այդտեղ չեմ հասկանում, մասնավորապես կանանց դեպքում, ոնց կարաս դու կարիք չունենաս մի հոգու, ում հետ կբամբասես, ում հետ կխոսես կյանքից, ում հետ կփիլիսոփայես կամ չես փիլիսոփայի, ում կզանգես կասես մի հատ նայ այս շորը սիրունա թե չէ, ում կզանգես կասես այստեղից պզուկա դուրս եկել, չգիտեմ, գնում եմ սվիդանկի, ինչով ծածկեմ այս անտեր մնացածին, ու սենց լիքը բան Կզանգես հիմա մի քիչ էլ փակագծերը բացեմ, որովհետև ստեղ կարող է լինեն մարդիկ, ովքեր ասեն, դե մամայի հետ կարելի է այդ անել։ Ես մամային չեմ կարա զանգեմ, ասեմ, գիտես, քնել եմ ինչ որ մեկի հետ, ու հիմա ինքը ինձ չի զանգում։ Օրինակ, պայմանական։ Կան հարցեր, որ դու բացառապես կարաս իմ խորին համոզմամբ քննարկես ընկերուհու հետ։ Որը դու ասում ես ինձ ընկերուհի պետք չի, իմ ուղեղում ստեղծվում է այն սցենարը, որ ես չունեմ, պետք էլ չի, որ քո կյանքում այնքան ոչ մի բան չի կատարվում, որ դու այդ կիսվելու անհրաժեշտություն չունես։ Դեռ հակառակը, որ կան մարդիկ, ում կյանքում այնքան է կատարվում, որ ինքը իրանով բավականին կարող է ներդաշնակ լինի իր հետ։ Ես իրական չեմ բացառում, որ միգուցե ես էլ եմ այդ մարդկանցից, որովհետև ես իրոք չեմ բացառում, որ իմ հոգե կառուցվածքով մարդը կարող էր երևի թե առանց ընկերների, ուստեղ հարցը նրանում չի, որ ես համարում եմ, որ կիսվել պետք չի կամ ես միշտ ասել եմ, հա, մարդը սոցիալական էակ է, ես դրան այդ ոչ մի կերպ հարցի տակ չեմ ուզում դնեմ, բայց փուլային, երբ որ դու այն փուլի մեջ ես, որտեղ այդ փուլի մեջ ասում ես ինձ ընկերներ պետք չի, ինձ ֆանտաստիկ ամեն ինչ լավ է իմ համար, լրիվ պատկերացում, որ տենց կարող է լինի։ Ես չեմ պատկերացում։ Բացի դրանից, շատ մարդիկ պատկերացում են, որ օրինակ, ասենք ընկերուհի չի, թող լինի ամուսինը, ամուսնու հետ ունեն տենց հարաբերություններ անկախ նրանից, օրինակ ես էլ դա չեմ հասկանում, բայց ամեն դեպքում քույր ունեն, վերջի եղբայր ունեն եւ այլն։ Ուզում եմ ասեմ, ստեղ եթե քննարկում ենք հենց շփման պակասը, կարծում միգուցե շփման պակաս չկա ու կիսվելու պակաս չկա, ընկերուհու ֆիգուրայի բացակայություն կա։ Ու ես քեզ անկեղծ եմ ասում, ես ինձ իրոք համարում եմ այն մարդը, որ հաստատ կարող է կյանքում ինչ որ փուլում ասի կամ ասեր, որտեւ էլի տենց փուլեր եղել են, որ ինձ հիմա պետք չի, ուղղակի նենց է դասավորվել, որ տենց չի եղել, այսինքն համապատասխան մարդիկ եղել են։ Բայց այդտեղ համապատասխանության մեջ է հարցը։ Հասկանում ես, որովհետև ես ինչի համար եմ խոսակցություն այս կողմից սկսում, որովհետև իմ կարծիքով ընկերություն հասկացողությունը ինքը շատ եզակի բան է, շատ եզակի հանդիպող բան է։ Ու ընկնել նրա հետևից, որ վայ ես ընկերներ չունեմ, գնամ այդ ընկերներին գտնեմ ու սկսել անվանել ընկերներ ցանկացած տեսակի շփումը, հա, ինքը աղճատում է պատկերացումները այդ ընկերության մասին։ Դրա հետ լրիվ համաձայն եմ։ Որովհետև ես նաև հասունության ինչ որ մաս, հա, մարդու համարում եմ են, երբ ինքը ի վիճակի է տարբերի ում հետ ինչ հարաբերությունների մեջ է, ումից ինչ ակնկալի, որովհետև այս նամակներն էլ են ես ու դու ստացել, որ իմ ընկերուհին սենց է անում, ես իրանից չէի սպասում, իրանից նեղացել եմ եւ այլն, ու այդ նամակների մեջ միշտ իմ մոտ հարց է առաջանում, ինչ է ընկերուհի անվանում։ Որովհետև ինչ որ նկարագրածը, ասենք, չգիտեմ, նախանձում է ինձ, քննադատում է ինձ, abuse է ենթարկում, հա, ինչ որ հեսա այդ դրան կանրադառնանք, բայց միշտ նման նամակների որ ստանում, մոտ միշտ առաջանում է հարց, իսկ ինչ եք դուք դա անվանում ընկերություն։ Որովհետև տարբերակել այդ լավ ծանոթներին
ուղակի հաճելի շրջապատն ու ընկերները ու գիտես կա շփում, որը որ հետաքրքրությունների շուրջ է։ Օրինակ դու կարող ես ունենաս ինչ որ ծանոթներ, ում հետ շփվում ես գործնական թեմաների շուրջ, ինչ որ ծանոթներ, ում հետ քննարկում ես ֆիլմեր, ինչ որ ծանոթներ, ում հետ քննարկում ես ձեր ընդհանուր ընկերությունից ինչ որ մեկին, այդպես բան նույնպես կա։ Իսկ կան մարդիկ, ում հետ կարող ես քննարկել ամեն ինչ ու բացի դրանից այդ մարդու վրա կարող ես հույս դնել։ Իսկ այդ մենակ ժամանակով ապացուցվում, ոնց որ ես նշեցի ամենասկզբում, այդ որ ես անցած շաբաթ ենք ծանոթացել իմ ընկերուհին, այդ արտահայտությունը ամենահակասակ են անցած շաբաթ ենք ծանոթացել իմ ընկերուհին։ Կարելի է ասել անցած շաբաթ ենք ծանոթացել, հիանալի անձնավորություն է, մեծ բացահայտում է իմ համար, մտերիմ ենք, բայց այդ ընկերուհին, ասենք, չգիտեմ, իմ կյանքում կան չգիտեմ ոնց է ստացվել, բայց մեկից ավելի, բայց մի ձեռքի մատերը չի գերազանցում, ընկերներ, ում հետ ես ունեմ պատմություն անցած։ Ու այդ մարդկանց հետ ոչ միայն այդ պատմությունն է ինձ պահում, նաև ներկան է պահում։ Այն շատ կարևոր բան ես ասում։ Ու որովհետև կային նաև մանկության ընկերուհիներ, ում հետ շատ ավելի վաղ տարիքից էին շփվում, մի պահ ես հասկացա, որ մենակ պատմությունն է պահում, որովհետև ինչ որ տարբեր ուղղություններով ենք աճել կամ չենք աճել, բայց գտնվում ենք կյանքի շատ տարբեր հարթություններում, ուստեղ բնավ չեմ ուզում տպավորություն ստեղծել, որ շատ բարձրի ու ցածրի մասին, խոսքը շատ տարբեր, մենք չունենք ընդհանուր, ոչ մի բան խոսելու, ավելի շատ խնդիրքան թե բարձր, աշխարհայացք, ամբիցիաներ, տեսլական կյանքի, այդ ամեն ինչը շատ տարբեր դարձավ ինչ որ բայ ու որոշում ծանր էր, այո, բայց ինչի տանջել համ ինձ, համ իրանց ու դա անվանել ընկերություն ու գնալ նստել այդ awkward silence-ի մեջ, հա, շատ վատ լռության մեջ, որ դու չգիտես ինչ խոսես, որ տենց օք լինի, ինչքան կարած, հա հիշում ես ու նույն պատմությունն ենք ծաչով շվեաբանի։ Այս ընկերների հետ ունենք նույն, եթե շատ երկար ու մանրամասն չբացատրենք, նույն vibe-ը, իսկ եթե մանրամասն բացատրենք, այդ vibe-ը շատ ավելի խորը հասկացություն է, քան ուղղակի այդ իրար հետ նստել ու տժալը կամ նույն երգեր լսելը։ Հիմա առաջարկում եմ, որ այդ vibe-ը բացենք, հասկանանք ինչ է իրանից ներկայացնում։ Բացի vibe-ից այդ ասածդ կուզենայի հավելել նաև իրական դա շատ բացառություններ են, երբ որ ընկերությունը կարողանում է իրոք տարիներ անցնի։ Ու ըստ վիճակագրության, ինչպես նաև ցանկացած հարաբերություններ, կին տղամարդ հարաբերություններին էլ է վերաբերում, հա, որ ըստ վիճակագրության ավելի դիմակայուն են տարիների ընթացքում են հարաբերություններ, որոնք ձևավորվել են ավելի հասուն տարիքում։ Երբ որ դա հասուն ընկալված ընտրություն է, երբ որ դու ծանոթանում ես հասուն մարդու հետ, իր հետ նենց ոնց ինքը կա, որովհետև եթե վերցնում ենք դպրոցական ընկերուհիներին, նույնիսկ ուսանողական ընկերուհիներին, մենք այնքան ենք փոխվում այդ տարիքից մինչև մեր, չգիտեմ, դրան +5 տարի, +10 տարի, ու ակնկալել, որ 10 տարի հետո դուք երկուսդ էլ լինելու եք նույնը, քո ասած նույն vibe-ի վրա, նույն հետաքրքրություններով։ Գիտես, ինքը մի քիչ իրոք բացառության բան է։ Ես իսայի նկատի ունեմ, որ իրոք շատերը նեղվում են, ես էլ եմ այդ փուլով անցել։ Երբ որ դու բաց ես թողնում քո համար շատ կարևոր մարդկանց, որովհետև այդ շփումը զոռով է։ Ինչ որ sense պլյուսիկի համար է, այն որ հասկանում 5 ամիսա, հա, 5 ամիսա չենք հանդիպել, մի հատ հանդիպենք, բայց այդ հանդիպումը անցնում է sense շատ մտածում ես թե լավ մի ժամ նստեմ, հա, ինչ խոսեմ, որովհետև իրոք կյանքերը արդեն այնքան տարբեր սցենարով են գնացել, որ իսկ եթե դու պիտի ընտրես թեմաները, որի շուրջ որ խոսում ես, ու այս սրան էլ, հա, կուզեմ ուշադրություն դարձնել, կա իմ կարծիքով հենց դրանով էլ է տարբերվում լավ ծանոթը, ուղակի շփումը ընկերուհուց, ում հետ չես ընտրում թեմաները։ Դե լավ իրան sense բան չպատմեմ, որովհետև դե իրան հետաքրքիր չի, դե ինքը չի հասկանա, դե ինքը կքննադատի, ես իր պատմածնեմ, ես դատում, հա, եթե պիտի ընտրովի լինի արդեն այդ շփումը, միգուցե արդեն ինչ որ բան ձեր մեջ փոխվել է ու ոնց դժվար է բաց թողնել տարիների ռոմանտիկ հարաբերությունները, հաստատ տենց էլ դժվար է բաց թողնել ընկերներին, բայց ինձ թվում է կյանքի անբաժան մաս է սա։ Եթե դուք ընդունում եք ձեր փոփոխությունները, ընդունում եք, տալիս եք ձեզ իրավունք փոխվել, ու տալիս եք ձեզ իրավունք ընտրել, ոչ թե դե բան մենք մանկապարտեզից ընկերություն էինք անում ու հիմա էլ պետք է խոսք էի տվել, որ ինքը իմ հարսնակուրը պիտի լինի, բայց հիմա ընդհանրապես չեմ ուզում ինքը իմ հարսնակուրը լինի։ Ոայ հա, ես էլ չեմ կարողանում ընդունել այդ տանջանքը։ Այդ հա բանի մեջ հստակ սահմանների ամեն դեպքում թույլ տվեք ձեզ բաց թողնել, որովհետև ես էլ հայկանել գիտենք, որ այդ դժվար է բաց թողնելը, բայց
այդ նորից կրկնեմ իրողությունները, որոնց հետ պետքա հաշվի նստել, որ դուք եք փոխվում, դիմացին էլ է փոխվում։ Իսկ ինչ վերաբերում դա շատ նորմալ է։ Շատ նորմալ է, որովհետեւ շատ որ տենց չի։ Կամ պիտի հավասար փոխվեն, հավասար մեծանան։ Ես օրինակ կներես մեր վրա պիտի օրինակը բերեմ, ուրիշ բան մարդ չունենք ստեղ նստած ուրիշ ընկերուհիներին որ քննարկենք։ Ես օրինակ քո մասին կարող եմ ասեմ, մենք ծանոթացել ենք 20 թվին։ Այո։ Դրանց չի որ դա տարիների բան է, ծանոթություն է։ Դե ամեն դեպքում 10 տարիների մասին չի խոսքը։ Ամուսնացած ուղիգերը 5 տարի իրար հետ չեն մեր օրեր։ Հա, բան չեմ ասում, բայց չեմ կարող ասեմ մանկության ընկերներ ենք, բայց ասածս ուրիշ բան է։ Ամեն դեպքում ծանոթացել ենք 50 տարիքում, հա։ Դու 20 թվից մինչև այսօր աննկարագրելի շատ ես փոխվել։ Ու լինենք անկեղծ, եթե դու չփոխվեիր ու լինեիր նույն մարդը, ես էլ եմ փոխվել հաստատ, ես զուտ քո մասին եմ հիմա խոսում, դժվար շարունակվեր մեր շփումը։ Եթե դու լինեիր 25 թվի նույն մարդը, որը որ դու 20-ին էիր։ Obviously։ Ես քո հետ չի ուզում իրություն անել։ Քեզը կդառնար անհետաքրքիր։ Ուզում եմ ասեմ նույնիսկ 5 տարիների մեջ ու այստեղ բանը նրանում է, որ մենք շարունակում ենք նստել սեղանի շուրջ, դա հիմնված է միայն նրա վրա, որ մենք ենթադրում ենք փոխվում ենք հավասար։ Անկախ նրանից, որ մենք բավականին տարբեր, անձի կառուցվածք ունենք։ Ու շատերը հենց դրանում են զարմանում, որովհետև շատ եմ լսել այդ ֆիդբեքը, մարդիկ ովքեր մեզ ճանաչում են նաև այս ոդկասթից։ Դուք իրարից չեք հոգնում։ Չէ, ոչ։ Իսկ ինձ էլ շատ ասում դուք իրարից չեք հոգնում։ Ոչ, իրարից չեք։ Նախ ոնց է այսքան երկար շարունակվում, որովհետև եղել են պրոյեկտներ, երկու կնոջ կազմակերպած, երկու աղջկա կազմակերպած, որոնք ինչպես եղել են, այնպես անցեր գնացել են, իզով թոզով կորել են, հա։ Ու շատ են հարցում ոնց է որ ձերը տենց չի լինում, դուք չեք վիճում, ուրեմն եկեք հստակեցնենք, մենք ոչ թե չենք վիճում, մենք իրարնից ենք տալիս մեկ-մեկ, որ никому никто не хочет это видеть, ոչ մեկ չի ուզի դա դրան ականատես լինի։ Չեմ ասում տենց շաբաթը մեկ այդ վիճակն է, բայց բանը որ հասնում է, հաստատ չենք նեղվում, ոչ ես, ոչ Նելին արտահայտվելուց։ Բայց ամբողջ խնդիրն է նա, որ այս պրոյեկտը հիմնված չի լավ եկեք ուրիշ ձև ասեմ, մեր շփումը հիմնված չի պրոյեկտի վրա, պրոյեկտն է հիմնված մեր ընկերության վրա։ Ու այդ շատ մեծ նշանակություն ունի, որ ինքը շարունակվում է ոչ թե նրա համար, որ մենք ամիսը մեկ հանդիպում ենք եւ երկու հաղորդման սցենար ենք գրում եւ իրար ասում ենք ստեսություն ու ընդհանրապես տեղյակ չենք միմյանց կյանքում ինչա կատարվում։ Այս ամեն ինչը շարունակվում է նրա համար, որ մենք ամիսը մեկ զուտ իմի ենք բերում այն ինչ մի ամիս էփել ենք մեր ամենօրյա քննարկումներում սուրճի շուրջ, իմ տանը, իրա տանը, առհասարակ մեր շփման շրջանակներում դա շատ էական է ու եթե վերադառնանք նույն vibe-ի խոսակցության ու եթե բացենք այդ vibe-ի փակագծերը ինքը շատ համընդգրկուն արտահայտություն է ոչ թե ոչ միայն ինչ որ մոդայի նոր մոդա անգած բառ այդ նույն ֆինանսական կարգավիճակն է պլյուս մինուս հա ոչ թե ինչ-որ դրամատիկ տարբեր, որ Նելին գնա մտնի, չգիտեմ, Հերմես իրան ստոյկա տված դիմավորեն հանեն 15 հատ կելի առաջարկեն, իսկ ես օրինակ մի հատ դեմելիա պատվիրեմ ու երջանկությունից ուշքս գնա։ Պայմանական։ Այդ պարագայում 1 2 3 մենք չենք կարողանալու մեր ընկերությունը շարունակենք, որքան էլ որ ցավալի է հնչում։ Այդ իմ համար, այդ ֆիզիկայով հենց այս առաջին հերթին հենց այս բաների վրա է, որ սկսում է քանդվի ու սկսում է մեղավորության զգացողություն առաջանա, որ այստեղ գիտես, քեզ շատերը ասելու են արդյոք ընկերությունը նյութականի մասին է։ Բացարձակ, այստեղ խոսքը նյութականի մասին չէ։ Բացարձակ նյութականի մասին չէ։ Այստեղ խոսքը նրա մասին է, որ քո կենսակերպը, աշխարհայացքը, հետաքրքրությունները, սպառողական զամբյուղը իմինից սկսում է կտրուկ տարբերվել։ Ու ես սկսելու եմ ընտրեմ քեզ ինչ պատմեմ։ Այո, որպեսի իմ մոտ չառաջանա նախանց։ Իսկ դու նույնիսկ եթե չընտրեմ, չես հասկանալու։ Հա, ու ես էլ պետքա մտածեմ երկար ինչ անեմ, որ իրան հետաքրքիր լինի, որտեղ ինքը արդեն այնքան բանատես է։ Չէ, իմ խնդիրներն էլ չես հասկանալու։ Կիսվելն էլ է անիմաստ։ Հասկանում ես, հարցը նրանում չի, որ ինչ որ մեկը տեղ վատ մարդ է կամ հաշվարկային մարդ է։ Ես իրոք վերադառնալով այն մեր նկարագրին, որ ասացինք, որ ընկերությունը այդ այն դեպքում է, եթե դուք չեք ընտրում ինչի մասին եք իրար հետ խոսում։ Եթե դու պիտի մեկ խոսեմ, այն էլ ես իմ օրինակով կարող եմ բերեմ քո մասին էլ հաստատ գիտեմ, եթե ես 1-2 խոսեցի ու զգացի, որ ինձ չեն հասկանում։ Ուղղակի շատ աջակցելով եմ, որ հասկանում ես կարող է ի սրտե ինձ լսում ես, փորձում ես, ի սրտե փորձում ես, բայց
Իմ համար նախ շատ էական է, որ ինչ որ բան էլ դու ինձ ասես այդ թեմայի շուրջ, էլի, ոչ թե դու ինչ անում ես ճիշտ ես անում։ Դե եթե տենց ես մտածում, տենց էլ արա։ Ստում է, որտեվ ինքը սիրում է, որ ինքը ասի, ես ասեմ դու ճիշտ ես ասում։ Բայց ես գիտեմ, որ դու տենց ես մտածում ու անալիզ ես անում ասածդ։ Պլյուս մենք վախում։ Չէ, իրոք ինչքան էլ սա ցավալի լինի, ես էլ քո հետ շատ համաձայն եմ, որ կենսակերպը ունի անմիջական ազդեցություն ընկերության վրա։ Այդ կենսակերպի մեջ վերջ-վերջ այնքան բան է մտնում, մարդիկում հետ դու շփվում ես, խնդիրները, որոնց հետ դու առնչվում ես, այո, ընտանեկան վիճակը, իրական շատ մեծ հենց անդունդել սկսում է քիչ-քիչ առաջանա, երբ որ մի ընկերուհին ամուսնանում է ամբողջովին մտնում է ընտանեկան կյանքի մեջ, իսկ մի ընկերուհին, չեմ, 2 ամիսը մեկ բան է, ճամփորդում է, օրինակ։ Նա գալիս է պատմում է իր ինչ որ ֆանտաստիկ պատմություններից դեյթերից իր ճամփորդությունների ընթացքում, իսկ նա պատմում է, որ իր երեխան 2 ամիսը մեկ, չգիտեմ, ինչ որ օրինակ սկսեց քայլի, սկսեց խոսի եւ այլն։ Դա իրոք դառնալու է անհետաքրքիր ինչ որ մի պահ։ Անձն է փոխվում, որովհետեւ մեր անձը ձևավորում է, նաեւ մեր կյանքն է ձևավորում մեր անձը։ Եթե ես, չգիտեմ, օրինակ համասարանական ընկերուհիներ էինք ու երկուսս էլ նույն կետի վրա էինք, երկուսս էլ ուղղակի համասարանական ուսանող էինք, հա, ու համասարանական ընկերուհիներ էինք։ Նույն առօրյան, նույն մարդիկ, 10 տարի հետո, այո, այնքան արդեն տարբեր կյանք կարող ենք մենք ունենալ, տարբեր մասնագիտություններ, տարբեր շրջապատ, դա իհարկե ունի նշանակություն։ Ու ելի եմ կրկնում, եթե դու կարող ես, եթե իմ ու քո խոսակցությունը շատ տարբեր է, դու կարող ես մնալ ինձ շատ լավ ծանոթ։ Շփման շատ հաճելի 2 ժամվա ընթացքում շատ հաճելի զրուցակից, բայց ոչ ընկերուհի։ Թերևս։ Հետո նաև դու սկսեցիր թվարկես, շարունակեմ քո թվարկությունը, հետաքրքրություններն էլ։ Հետաքրքրությունը պիտի համընկնի աշխարհայացքը, էլի վերադառնամ քննադատությանը։ Գիտես, միգուցե ամեն ինչում չի կարող համընկնի։ Վերջիվերջո ես ու դու էլ ամեն ինչում չի որ իրար հետ համաձայն ենք, բայց ընդհանուր առմամբ միևնույն է այդ նույն ալիքի վրա լինել, նույն bubble-ից լինելը։ Ես միշտ սա ասում եմ, որ մենք բոլորս ամեն դեպքում ինչ որ նույն, հա, ինչ որ նույն փուչիկի մեջ ենք, ամեն մեկը իր փուչիկի մեջ է ապրում, պլյուս մինուս, հա։ Այ գոնե լինել այդ նույն փուչիկից, որ հա, այ պլյուս մինուս լավ մի օր համաձայնվեցիր, մի օր չհամաձայնվեցիր, բայց գոնե թե լինել նույն փուչիկից։ Լսի, այդտեղ ընկերուները սենց են լինում են, լսի։ Ինձ թվում է այստեղ այդ bubble-ի սկսես խոսած, այնց ոնց իրականում ես խոսում, հետս Կարամ խոսել։ Ինձ թվում է bubble-ի կրիտերիան առաջին այդ արժեհամակարգն է։ Ինչն է ընդունելի քո համար կյանքում ու ինչը ընդունելի չի, ինչն ես դու քննադատում երևույթներից, ոչ թե մարդկանց, որ չգիտեմ, Լուսիկի ինչը քո մասին չի, ընդհանրապես, հա, օրինակ, եթե ավելի առարկայական փորձեմ օրինակներով բերեմ, ինչ որ ամուսնական կյանքում օրինակ կանանց այդ բացարձակ սպառողական վերաբերմունքը, որ իմ համար պետք է անեմ, իսկ ես ոչ մի կեին ոչ մի բան չպետք է, հա, իմ ունելի մոտ այդ հստակը, որ մենք չենք ընդունում այդ ու չենք էլ քննադատում ինչ որ մեկինով դա անում։ Հա, բայց մոտիկ ընկերուհիս ցանկալի է տենց խորհուրդներ ինձ չտա։ Հա, որտեղ ցանկալի է։ Պայտապ դաթարի իմ մոտիկ ընկերուհին։ Առհասարակ ինձ թվում է ընկերուհի լինել նույնիսկ, բայց ինչ վերադառնալով խոսակցությանը նմանատիպ կառուցողական ու հենասյուն հանդիսացող արժեհամակարգերը պիտի համընկնեն, որովհետև դու չես կարող, որովհետև դու կանես մի բան, որը քո արժեհամակարգի մեջ լրիվ տեղավորվում է, դու լրիվ ներդաշնակ ես, գալիս ես ուրախ պատմում ես ընկերիդ կլոր աչքերով նայում, ասում է, what ոնց է դա հնարավոր, ոնց է դու տենց բան արել, ու ոչ թե քննադատում, այլ դա իր արժեհամակարգը չի, ինքը չի հասկանում, չի տեղավորվում, չի պատկերացնում։ Միգուցե իստորը փորձում է, բայց հա, ամեն չի փորձում, ու երկու տարբերակն էլ օքեյ են, ու չի էլ հասկանալու, եթե նույնիսկ փորձի, որովհետև հա, մասնապես 30-ից հետո մենք ունենք հստակ գծած արժեհամակարգ ու շատ դժվար է նոր բաներ ավելացնել։ Ավելացնել հնարավոր է, բայց փոխել հիմնասյուն հանդիսացող արժեհամակարգը շատ դժվար է, որովհետև մենք ինչքան հասցրել ենք այս ընթացքում վերարժևորել ենք, գցել բռնել ենք, ամրությունը ստուգել ենք, հենվել լինում է թե չի լինում, նոր դարձրել ենք արժեհամակարգ, հիմա տենց այսինքն ինչ որ բան փոխել է այդ պարադիգմում է, քան ռեալ չի։ Իսկ ինչ որ մեկը տենց ամիսը մեկ արժեհամակարգ փոխում նոր գուլպաների նման, այդտեղ լիքը հարց կա։
Գիտես ինչն է կարևոր նաև ընկերություն, այ ինչից որ սկսեցինք ակնկալիքների համապատասխանությունը։ Եթե դու քո մոդելը, ու սա նույնպես հարաբերությունների մասին է, չէ՞, կան մարդիկ, ովքեր հարաբերությունները պատկերացնում են, որ 24/7 իրար հետ պիտի լինեն, կան մարդիկ, ովքեր ընդհանրապես իրարից առանձին ապրելու կողմնակիցն են, այսինքն այստեղ նույն ձևը աշխատում, ոնց այլ ցանկացած տիպի հարաբերություններում։ Բայց եթե ես քեզնից ակնկալում եմ, որ դու 24/7 պիտի իմ կողքը լինես, հենց մատս փուշ մտավ զանգեմ, դու գաս հասնես, ու էտա իմ լեզուն հասկանալու դու լավ ընկերուհի ես թե չէ, թողնելով մի կողմ ես սա հասկանում եմ թե չէ, ես կոնկրետ չեմ հասկանում, բայց եթե ամեն անգամ երբ որ դու տենց չես անելու, ես գալու եմ այն եզրակացության, որ դու ինձ վատ ընկերուհի ես։ Ամեն անգամ երբ որ դու զանգես ուզենաս ինչ որ դրամատիկ հերթական պատմություն ինձ պատմես, ու ես ասեմ կլինի հերիքա, դու գալու ես այն եզրակացության, որ ես վատ ընկերուհի եմ։ Ակնկալիքները հարաբերություններից նույնպես շատ կարևոր են։ Ու երբ որ դուք ասում եք, որ ես չունեմ իմ ակնկալած հարաբերությունների իմ ընկերուհիների հետ, ես չունեմ իմ ուզած ընկերուհին, հարցրեք ձեզ արդյոք դուք ճիշտ մարդկանցից եք ակնկալում, ոնց են ասում, կա սիրո լեզու, հա։ Ես իրոք համոզված եմ, որ նաև ընկերություն անելու լեզու էլ կա ու ամեն մարդ իր ձևը ունի ընկերություն անելու։ Այս օրինակը կբերեմ, ու ես ու Հայկանը այս թեմայով շատ ենք խոսել, տարբեր ինչ-որ իրողությունների մասին, արդյոք կարելի է շփվել նախկինների հետ, ասենք, չգիտեմ, դու իմ նախկինների հետ օրինակ, չգիտեմ, ընկերություն անես, կամ ավելի վատ, թեկուզ իմ 15 տարի առաջվա մանկապարտեզի նախկինի հետ հարաբերություններ սկսես։ Իմ խորին համոզմամբ ոչ բացառվում է, բայց կան մարդիկ ում համար չի բացառվում։ Ես գիտեմ նման մարդկանց։ Ես նույնիսկ ունեմ ընկերուհիներ, ովքեր ամուսնալուծված են։ Հա, Զաքսով։ Արդեն տարիներ։ Ամուսնացած եղած ժամանակ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել ամուսնու հետ։ Բայց իրանց ամուսնալուծությունից հետո ես գնացել եմ այդ ընկերուց մոտ նստել եմ code of conduct եմ գրել, վարվեցողության կանոններ, ինչ եմ, ոնց եմ ես վարվելու իր ամուսնու հետ, փողոցում տեսնելիս պատահաբար բարևում եմ, չեմ բարևում, մի կերպ եմ բարևում, ցույց ես տալիս քո ամբողջ վերաբերմունքը, դաշը եթե չեմ զզվում, եթե ընկերուհիս ինձ ասում է դու պետք է մինչև կյանքիդ վեր զզվես այդ մարդուց, ուրեմն ես մինչև կյանքից վեր։ Ահա, ես էլ եմ տենց մտածում, այո, սա շատ կարևոր է։ Ավելին հաճախ լինում են դեպքեր, որ ընկերուհին բաժանվում է ինչ-որ մեկից, ինքը ավելի ադեկվատ է վերաբերվում իր նախկինին, քան ես։ Չէ, դե գիտես, տես դու ամուսնական զույգերն ես օրինակ բերում, բայց ես էլի վերադառնամ իմ մտքի 10 տարի առաջվա մել 15 այո, բոլորին վերաբերվում է։ Բայց ուզում ասեմ, տեսեք, ես մեր մոտեցումն է համընկնում է, ինչքան լավ է։ Կան մարդիկ, ում մոտեցումները չեն համընկնում։ Հիմա եթե քոնը իմի հետ չհամընկներ, արդյոք կհամարեի ես քեզ ինձ ընկերուհի, ոչ։ Հա, եթե ես ասեի, որ գիտես Նույլ ջան, քո նախկինը իմ դուրը գալիս է, X, չգիտեմ, ողորմելիք, օրինակ, պուճուրիկ։ Սենց անում տվեցի ու ինձ պետք է ես ոբշեմ պետք է ընկերություն դառնա։ Հա, ու իրական սա փոքր օրինակ է, որ ես չեմ հասկանում ու այստեղ էլի խոսքը նրա մասին է, որ ակնկալիքները պիտի համընկնեն նաև իրարից։ Դե նաև արժե համակարգ անել։ Չես գտնում։ Հա, արժե համակարգ էլ է։ Դե հիմա ես ու դու տենց ենք մտածում, հիմա մարդը կասում է ինչ հետևից եք ընկեր 10 տարի առաջվա բան եք քննարկում։ Ես գիտեմ նման մարդկանց ու մոտ խնդիր չի։ Ես էլ գիտեմ։ Հետո գիտես շատեր օրինակ մեզ կողքից նայում են ասում են կուզեինք ձեր նման ընկերուհիներ, հարգելի սիրելիներ, մեր նման ընկերուհի ունենալը բարդ է։ Այն ինչ որ դուք տեսնում եք, որպես այն ինչ որ ներսում է կատարվում մեր կուխնյայի։ Տեսնում եք ուղիղ այնքան, ինչքան մենք ուզում ենք որ։ Հա, իրականում դա այդքան էլ է տենց չի, որովհետև ես Telegram ալիքում է ոնց որ թե քննարկում այդ թեման ակնկալիքների, ուրիշների աջակցության, ու գիտես, այստեղ էլ ամեն մարդ իր լեզուն ունի։ Օրինակ ես իմ մասին ասի, որ ես այն մարդն եմ, որ եթե չեմ հարցրել, չեմ սիրում, որ ինձ խորհուրդներ են տալիս, բայց իմ համար շատ կարևոր է, որ ինձ լսում են, նախ որ ինձ լսեն, երկու երբ որ սկսում խոսում, որ երկար ինձ լսեն, ու ես զգամ, որ ինձ հասկանում են։ Այ իմ պահանջը, իմ լեզուն, այնա երբ որ ինձ ես զգում եմ, որ հասկանում են։ Այսինքն, երբ որ ես խոսում եմ մարդու հետ ու զգում եմ, որ ինքը ինձ հասկանում է։ Այստեղ նույնպես շատ կարևոր է, որ համընկնի։ Դու օրինակ սիրում ես, որ քեզ էմոցիոնալ են աջակցում։ Հա։ Ես օրինակ խիստ անտարբեր եմ դրա նկատմամբ, հա։ Ես ինչ որ բան եմ, ասեն ապրի Հայկանը, ես հպարտ եմ քեզնով։
ես էլ եմ հպարտ ինձ, նո, բայց sense կայֆավոր կողքից լսում եմ, Նելին այդ երթվում եմ։ Հասկանում եք, այդ կարա չհամընկնի, բայց այդ կոնկրետ պետքա հստակ դնես ու գնահատում անցկացնես մի հատ, լավ, եթե այդ չի համընկնում, իսկ իմ համար այդ իրոք էական կետ է։ Այնտեղ կշերքին նժարի վրա պետք է հզոր ինչ-որ շատ արագ շերբաներ լինեն, որ դու դա հանդուրժես, որտեվ ես կարող եմ կյանքի մի փառահեղ դրվագով կիսվեմ, ինձ պատասխան գա մի հատ ամպիկ։ Ես սկրինշոթը կտրամադրեմ մեր գոլեգային, ով մոնտաժ անում, կդնի մի հատ ամպ։ Ոչ վաու, ոչ արա, այսիշ լավ բան։ Բայց դու հասկանում ես, որ խնդիրը քո մեջ չի, ես ոչ մի բանին տենց ռեակցիա չեմ տալիս։ Մի հատ ամպ։ Վերջերս որ վատը ռող չէր, տենց փուչիկներ էի ուղարկել, որտեղ գիտեմ փուչիկները շատ կուրախն է, ամպ էի գտել ուղարկել։ Այդ ամպը հետ եմ ուղարկել իրան, բոլոր ամպերին հավաքել մեկտեղ էլ ուղարկել է իրան։ Այլ մի քիչ տխուր բաներից խոսենք արդեն։ Տխուր բաներից չէ, թող քո տխուրը ընկերության հետ կապված էս լինի։ Թող։ Որովհետև իրականում ես էլ դու էլ շատ երջանիկ ենք այդ առումով, որ այդ տխուր պատմություններին չենք հանդիպել։ Ես էլ դու էլ նախանձող ընկերուհիները, բյուզիվ ընկերուհիներ, նարցիս ընկերուհիներ տենց չենք ունեցել։ Ունեցել եմ մանկության տարիներին։ Ունեցել ես, հա, ես չեմ ունեցել։ Բայց ամեն դեպքում այդ այն որ նույնպես նարցիս ընկերուհի չունենամ։ Я же их люблю. Всех. Այս այնքան բանակ քո մասին ասում, որ դու նույնիսկ նարցիս ընկերուհի ես ունեցել, բայց լավ կրկին չխորանանք քո խնդիրների մեջ։ Բայց այնքան նամակներ ենք ստանում հարաբերությունների մասին ընկերուհիների միջև, որ ասենք դժվար է տղամարդու հետ գտնել այդքան տոքսիկ հարաբերություններ, ոնց այդ ընկերության ներսում է։ Ու նույն կերպ, նույն ոնց որ տղամարդու մասին են գրում, իսկ ես նորմալ է թե չէ, ես փորձում եմ իրան հասկանամ, ինքը ինձ չի հասկանում։ Նույնն էլ ընկերուհիների մասին է, սիրելի աղջիկներ, ես ուզում եմ, ասենց չգիտեմ, ասենց կարմիրով միտեղ գրեք, ստիկերով կպցնեք, որ օքեյ չի, երբ որ դուք ինչ որ մեկին համարում եք ձեզ ընկեր, տղամարդկանց տեղ չեմ ուզում օրինակ բերեմ, ճիշտ ասած դժվար եմ պատկերացնում աղջկան նախանձող տղամարդ, բայց դա դեռ թողնենք մի կողմ։ Կան, դա այդպիսիքին էլ եմ ճանաչում։ Okay, հետո հայկանն ու իր պատմությունները, բայց եթե դուք ակնհայտ տեսնում եք, որ ձեր ընկերուհու կողմից ձեր նկատմամբ կա նախանձ, ձեզ նվաստացնելու ցանկություն, արժեզրկելու, ձեզ իջեցնելու ու ձեր հաշվին իրեն ավելի բարձրացնելու ցանկություն, դա հա դա իրոք ընդհանրապես հարցրեք ձեզ ինչի եք տենց մարդկանց ընտրում ու ինչի եք տենց մարդկանց սիրում ու վախում եք բաց թողնել, որովհետև ընկերուհին բացի ձեզ սատարող, աջակցող, բարձրացնող, ձեզ բարձրացնող ու ամեն դեպքում այդ կանանց սոլիդարությունը կա, ես մի քիչ սկեպտիկ եմ մոտենում նրան, որ բոլոր կանայք բոլորին պետքա սոլիդար լինեն, ես շատ հարցեր ունեմ, մարդիկ առհասարակ ձեր ընկերուհին է իր ապրիորի իր ֆունկցիայի առաջին մի քանի կետերը, top կետերը աջակցել, սատարել, ձեզ բարձրացնել, ու ոչ մի քիչ ասում իր հաշվին բարձրացնել կամ ինքն իրան արժեզրկելով, բայց ձեր բոլոր լավ կողմերը հստակ առանձնացնել, ձեզ բարբերաբար հիշեցնել այդ մասին, վատ կողմերն էլ եթե նույնիսկ ասում է ոչ թե ինչ որ քննադատություն, այլ այն որ իսկ թվում է տենց կարես աշխատես այդ ուղղությամբ ու առանձին իհարկե առանձին միանշանակ առանձին առանց երրորդ մարդու ներկայությամբ նկատողություն անելը հա Բայց ասում ես, իրական ով գիտի ավելի լավ քո թույլ տեղերը, քան ընկերուհինն է։ Հիմա այնքան բան կարաս ինձ ասես, որ ես ինձ ժամերով խորանամ, ինչի համար Հայկանը ինձ sense բան ասեց, որտեվ դու գիտես ինչ քննադատես, որ ինձ կպնի։ Ես գիտեմ, ես քեզ ինչ քննադատեմ, որ կպնի։ Ու երբ որ ու մի հատ էլ այդ սոուսի տակ ինչ որ նկատողություն անելը տանել չեմ կարող, քո համար եմ ասում։ Ու այդ քո համար եմ ասում, այնց ձևով է ասվում, որ թշնամին տենց չեր ասի նույնիսկ։ Քեզ հայլու մեջ տեսել ես, չգիտեմ, ես երբեմն նենց նախադասություններ եմ ընկերուհիներից լսում, որ ուզում ես եթե դա քո ընկերուհին է, բա քո թշնամիները կամ այն մարդիկ ովքեր չեն սիրում, ովքեր են, որովհետև ձեզ սիրող մարդը ձեզ երբեք չի կարող ցավեցնի։ Ամեն դեպքում նպատակադրված, հա, հիմա պատահական բոլորս էլ մարդ ենք, բայց այդ միշտ երևում է նպատակադրված են քեզ նեղացնում, թե չէ։ Իմ կարծիքով դա միշտ երևում է։ Երբ որ սենց ընտրված բառերով, ընտրված պահին, տղամարդու ներկայությամբ ուրախ պատմություններն են լինում, կամ երրորդ ընկերուհու, կամ ծնողի։ Այո։ Երբ որ ինչ-որ սենց քննադատվող սենց նախադասություններ են ասում, որոնք որ սենց ճիշտ ուղղությամբ ուղղված են,
Abusive ես ուզում ասեմ, որ լինում են ոչ միայն անձնական հարաբերությունները, հա, տղամարդու կամ կնոջ հետ, abusive լինում է նաև ընկերությունը, toxic լինում է նաև ընկերությունը, ու այն ամեն ինչը որ մենք խոսել ենք, silent treatment-ել են ընկերուհիները անում, ghosting-ել են ընկերուհիները անում, պատժումել են, բայց մի հատ էլ կարևոր բանից չխոսեցինք, խանդը ընկերուհիների միջև Էդ էլ է եղել իմ խանդել ես? Ես չէ, ես ընդհանրապես այնքան ոչ պահանջկոտ մարդ եմ, ու դու ինձ թվում է դա կպաստես մարդկային հարաբերություններում։ Ես ավելի պահանջկոտ եմ, քան դու։ Ես շատ քիչ պահանջներ ունեմ մարդու նկատմամբ, հա, կփաստեմ։ Գնա ասես ինչ չանես, ինչ չունեմ ընդհանրապես, ես տղամարդկանց հանդեպ էլ չունեմ։ Իսկ կարող է նրանց որ մենք ամեն դեպքում երրորդ ընկերուհի չունենք։ Այսինքն դե նենց մարդ չունենք ում նկատմամբ ասենք ինչ որ դու խանդես կամ ես խանդեմ։ Լսի լավ, դե բիզնես պասիտուելի ընկերներ։ Բայց ինքը մեր ընկերուհին չի երրորդ։ Մեր երրորդը չի կարողա։ Չէ, քեզ չկանչեն երկուսով գնանք։ Եթե խոսքը ինձ քեզ է հենց վերաբերվում, չէ, դրանով չի պայմանավորված բնականաբար, բայց լիքը մարդկանց մոտ հա դրանով է այդ խանդը պայմանավորված։ Ու շատ է եղել, որ այդ միգուցե նաև այդ իմ չպահանջկոտ տեսակից ելնելով այդ մի հոգին, ոչ թե երրորդ ընկերուհին, այլ առհասարակ։ Հա, որ իր ուրիշ ընկերուհու հետ գնում, ինձ չես ասում։ Իմ հետ չեկար, իր հետ եկար։ Իր հետ գնացի։ Զանգում ասում է, ասենք, չգիտեմ, արի ես ինչ բան անենք, ասում ես պլաններ ունեմ, այս ինչի հետ, ու վсё, այդ դարով պատմություն, այդ silent treatment-ը, ghosting-ը, որ այսինքն ոնց թե դու թողեցիր։ Իրականում եթե նկատում եք, որ այս ամեն ինչը ձեր մասին է, ոչ թե ձեր նկատմամբ են անում, այ հենց դուք եք այդ խանդող ընկերուհին։ You got a problem։ Հա, հարցրեք ձեզ, սա իրականում նրա մասին է, որ միգուցե դուք ձուլվում եք ձեր ընկերուհուն, միգուցե դուք չեք տեսնում ինչ որ անձնական սահմաններ այդ ընկերուհու հետ, միգուցե դա միակ մարդն է, ում դուք համարում եք ձեզ հարազատ ու շատ նեղվում եք, որ դիմացինը ձեզ նույնպես տենց չի ընդունում։ Այս ամեն դեպքում ինքնավստահության մասին չի հաստատ ու նաև լավ ամուր ընկերության մասին չի, հա, որ sense իսկական ընկերուհիները պիտի միշտ ամեն ինչը իրար հետ անեն ու միայն դու դու պիտի միշտ ընտրես ինձ։ Դե տենց մարդիկ նաև հարաբերություններում են տենց, որ դու ընկերներիդ հետ չշփվես, նույն կանայք, հա, եկեք չսրբացնենք կանոնց եւ չդեմոնիզացնենք տղամարդկանց եւ այլ հասարակ ոչ մեկին ոչ սրբացնենք, ոչ դեմոնիզացնենք, բայց շատ կանայք կան, որ մենք այլևս, չգիտեմ, նշանված ենք, դու ինչ ես գնում ընկերներիդ հետ գարեջուր խմելու, մենք նշանված ենք, դու ես տղերքի հետ գնում քաղաքից դուրս մենք բաների շարունակություն, այո, մարդկանց ընդհանրապես ազատ տարածք, անձնական տարածք չտալու մասին, ու սեփական ներկայությամբ ծայրահեղ խեղդելու, իսկ դու գիտես, ես երկար կարամ դիմանամ, բայց դաժե ինձ են կարողացել հասցնել ինչ որ կետի, որ խնդրեմ կոշիկներդ կվերցնես ու դուրս գաս իմ տարածքից, ցանկալի է ընդմիշտ, որովհետև նման մարդկանց չես կարա դու բացատրես, որ մի բան այն չի, իրանց մոտ միակ այն չին դու ես, որ դու այն չես։ Հետևաբար ինչքան էլ ուզում եմ չնայած չեմ պատկերացնում դրա ծանր որոշումը ինչն է իրականում, որ այդ տիպի բյուզորից ազատվում ես, նույնիսկ եթե դա ընկերուհի է, բայց նույնիսկ եթե այդ որոշումը ծանր է ձեր համար, որովհետև ինչ որ պատմություն ունեք անցած, ձերբազատվեք այդ հարաբերություններից ինչքան հնարավոր է շուտ, որովհետև աղետ է դա ընկերություն չի։ Աղետ։ Տղամարդկանց հետ ընկերության մասին ինչ կասես, արդյոք այն գոյություն ունի։ Այո, քանի մի կողմը հստակ ցույց է տալիս, որ սա միայն ընկերության մասին է ու պահում է ֆրենդզոնում։ Այսինքն մի կողմը, երկու կողմը պիտի պահի։ Նայն էլ։ Եթե աղջիկը ու սենց միգուցե ես սխալվում եմ, բայց իմ անձնական observation-ն է։ Եթե ես հստակ որոշում եմ, որ այս տղամարդը իմ ֆրենդզոնում է, ընկերա, ուրիշ ոչ մի բան։ Ու ես ու ցանկացած կին վերաբերմունքով, լեքսիկայով ամեն ինչով կարա այդ տղամարդուն ցույց տա, որ քո իրավասությունները վերջանում են այս կետում, որտեղ վերջանում է լյուբոյ ընկերոջ իրավասություն։ Տղամարդն ունի այդտեղ երկու ելք, կամ ամեն դեպքում գնա արճակատման մասին չէ, ոբշեմ ես ավել բան եմ ուզում ստանա մերժում ու նաև շփումն ավարտվի այդ կետի վրա, որովհետև երբ դիմացին իր զգացմունքների մասին ինչ-որ բան է խոսում, ու դու չես ուզում որևէ շարունակություն, այնտեղ ինչ թեկոս ինչ-որ ժամանակավոր ընդհատվում է շփումը, կամ այդ տղամարդը հստակ հասկանա, որ
ես ֆրենդզոնում եմ ու ոչ մի բան հնարավոր չի, ընտրի լռելը ու ընկերություն անելը, պրոստը ընկերներ լինելը։ Ընկերություն, եթե ինքը այս ամենամեծ տարբերությունն է, որը որ եթե հիմա այստեղ տղամարդ նստած լիներ, ինքն էլ հաստատ նույնը կասեր, որ այդ ընկերություն չեղավ, այ իմ խոր համոզմամբ կնոջ ու տղամարդու մեջ հնարավոր է ընկերություն միայն այն դեպքում, եթե երկուսն էլ ի սրտե իրար ընկալում են որպես ընկերներ, ոչ թե որ այն մեկը այսինքն ըստ քեզ միշտ այդ երկուսից մեկը ինչ որ նպատակներ ունի, ինչ որ պահի հաստատ ունեցել է։ Չէ, ես չեմ կարծում, ես ունեմ բազմաթիվ ընկերներ, ում հետ վստահ եմ, որ երբեք ոչ մի նման պատմություն չի եղել։ Վստահ լինել, որ ինչ որ մարդը իր մտքում կամ բանում ինչ որ բան չի ունեցել։ Դա զգացվում է։ Չէ, եթե այդ զգացվում է, տղամարդու կողմից ամեն դեպքում հաստատ զգացվում է, ինչ որ բան կա, այնտեղ ավել թե չէ։ Ու իմ կարծիքով, այ եթե ինչ որ մի բան կա ու դու իրան պահում ես friend zone-ի մեջ, ինքն էլ համաձայնվում է, իրա նկատմամբ ես ունեմ օրինակ հարցեր այդ մեկ, երկրորդ հերթին էլ եթե նույնիսկ համաձայնվում է, ես չեմ հավատում, որ դա լավ ստացված ընկերություն է, որտեվ եթե ինքը քեզ ստացվում է, դու ասում ես ինքը ինձ հավանում է, բայց ես իրան ասում չէ, դու մնա ընկերական զոնայում, բայց հետեւաբար դու ոնց այդ մարդու հետ խոսելիս օրինակ չես ընտրելու թեմաներ։ Մի րոպե, այստեղ հարցն է, որ եթե ես իմանամ դրա մասին, այդտեղ արդեն առաջին տարբերակն է, հիմա ես գիտեմ։ Հա, դու չգիտես դրա մասին, ու չես էլ զգում։ Հա, ես օրինակ կարծում որ չես կարող չզգաս։ Ես եղել են դեպքեր, որ չեմ զգացել, բացարձակ տենց հիանալի ընկերություն եմ ունեցել այդ տղայի հետ, տարիներ շարունակ, որ չպարզվել է սիրարված է։ Ու տենց բոլոր տղաների հետ ում հետ շփվել ես, վերջը պարզվել են սիրարված։ Չէ, նյետ։ Որովհետև կան բացառություններ։ Բացառությունները նրանք են, ովքեր ամուսնացած են արդեն։ Ու ես իրանց հետ սկսել եմ շփվել, իրանց ամուսնացած կարգավիճակում։ Տարիների ընկերներ, ընդ որում շատ հետաքրքիր որ տղաների հետ իմ ընկերությունը ավելի երկարատև է ստացվում, քան աղջիկներին է։ Չէ, ես կարող եմ հաստատ վստահ ասել, որ երբեք ինչ որ ռոմանտիկ հարաբերությունների նկրտումներ երկկողմանի այնտեղ չեն եղել, բայց ինչևէ, անկախ մոտեցումից ես էլ եմ կարծում, որ հաստատ կա կին տղամարդ ընկերություն ու ինքը հոյակապ է, ինքը շատ սիրուն է։ Ինքը շատ լավ բան է, ինքը հիանալի բան է, բայց ել եմ ասում, իմ մոտ հստակ կետեր կան, որ չեմ պատկերացնում, որ կարա երկու հակառակ սեռի առողջ հետերոսեքսուալ անձանց մոտ բացառվի են, որ երբեք մի կողմը կամ մյուս կողմը իր մտքի ծայրով չի անցկացնում ինչ որ ռոմանտիկ հարաբերություն։ Ընդհանրապես քո type-ը չի։ Ասենք ընդհանրապես։ Հիմա եթե խոսում ենք 10-15 տարվա բանի մեջ, հիմա բոլոր տղամարդիկ քո type-ն են։ 5 ամիս շփվես 6-րդ ամսում դառնալու է քո type-ը։ 5 ամիս շփվեմ 6-րդ ամսում չի դառնալու, բայց 2 տարի շփվեմ 3-րդ տարում կարող է դառնա։ Որտե քո type հասվածը չի փոխվում։ Չէ, եթե չկա ի սկզբանե, եթե չի տվել կայծը, ուրեմն չեմ հավատում, որ ընդհակառակը ինչքան գնա ժամանակը շարունակվի, այնքան ավելի կոնկրետի մոտ կայծը չի տա։ Բայց ամեն դեպքում այն տղամարդիկ, ովքեր օրինակ իմ շրջապատում կան, ամուսնացած տղամարդիկ, ու ես ճանաչում եմ իրանց կանանց, մենք անում ենք մենք շատ լավ ընկերներ ենք, ես իրանց հետ ավելի լավ ընկերություն եմ անում ամուսնացած վիճակում, քան այն ժամանակ, երբ այդ նույն մարդիկ ամուսնացած չեն։ Ու ոչ թե նրա համար, որ իրանք ինչ որ վատ էին դրսևորում իրանց կամ ինչ որ ակնարկներ կային, ենթատողեր կային, ենթատեքստեր կային, բացարձակ, բայց իմ համար այդ հավանականությունը միշտ կար։ Ասել, որ ամուսնացած տղամարդկուսն է բացառվում է, իհարկե ծաղելի է, բայց ամեն դեպքում գոնե գիտես հավանականությունը անհամեմատ ավելի քիչ է, քան չամուսնացած տղամարդու դեպքում։ Ամեն դեպքում ես շատ խորհուրդ եմ տալիս աղջիկներին չխուսափել տղա ընկերներից, որովհետև այն շփումը, այն շփման որակը, այն մտքերի փոխանակումը, որը որ դուք կարող եք ունենալ տղամարդու հետ, դա երբեք չի կարող լինել կնոջ հետ, ու ոչ թե բանը նրան որ կինը հաստատ ձեզ նախանձում, այս տղամարդը չի նախանձում, այլ ուղղակի հակառակ կարծիք լսելը միշտ շատ ցանկալի է։ Ու ընդհանրապես մի սահմանափակեք ձեզ էմոցիաների ու փորձառությունների գույների մեջ, որովհետև կնոջ հետ ընկերությունը լրիվ ուրիշ է, տղամարդու հետ ընկերությունը լրիվ ուրիշ է։ Ու առհասարակ ես իհարկե սկսեցի նրանից, որ մարդիկանում ընկերներ գուցե պետք չեն։ Ես իրոք անկեղծ եմ ասում, միգուցե ինձ էլ ինչ-որ մի պահ սկսեմ դասել իրենց թվին, եթե հանկարծ հասկանամ, որ ընկերներ չունեմ։ Անկեղծ քեզ ասեմ, եթե ես հիմա օրինակ կյանքի եմ փուլում լինեի, որ չունենայի ընկերներ, ես կարծում եմ, ես կլինեի այն մարդը, որ կասեն ինձ պետք չի հիմա։
Նել, այստեղ շատ հետաքրքիր բան է ասում, գիտես, մարդիկ 35 տարեկանում, այդ ոչ թե հոգեվիճակը կամ այլ այդ հասունության մասին է ասում։ Հա, դե եմ ասում, կարող է փուլ լինի կյանքի։ Այստեղ հարցը ինչի է, որ դու չես կարող ապրես առանց ընկեր։ Վայ կկազմակերպվեմ, բայց վնաս չեմ տա ինձ։ Եթե ընկերուհի դժբախտել չեմ զգա։ Դժբախտել չեմ զգա։ Կիսատել չեմ զգա։ Նել, կիսատ ոչ մի բaragam չես զգա, համ ամբողջ հարցն է, որ самодостаточный ինքնաբավ կայացած մարդը կիսատ որևէ բaragam չի զգում։ Բայց այլ հարց է կյանքի որակի մասին, երբ կա ընկեր ու չկա ընկեր։ Այդ որակի ընկալման մասին է, թե չէ, էլի եմ ասում, ինքնահաստատված самодостаточный մարդ, ինչպեսին դու ես, ինչպեսին ես եմ, կյանքի ես փուլում, որ ստացվի ինձ որ մենք ընկերներ չունենանք, չենք դժբախտանա, չենք կազմակերպվի, չենք քրքրվի, պատերով մեզ չենք տա ու կարանք ապրենք, даже գոյատևել չէ, ապրենք նորմալ կենսագործունեություն վարենք, ինչեւ կլինեն ընկերներ։ Բայց իմ համար հստակ է որ առանց այդ ընկերների չես կարա կյանքի որակը համարես նույնը ինչ որ ընկերներով։ Երբ դու գիտես կա ինչ որ X մարդ, որը ընտանիքը չի, էս չի, Պողոս չի, Պետրոս չի, քո արյունակցական հարազատները չեն, ում վրա դու կարաս հույս դնես ամեն հարցում։ Իսկ ինչ տարբերություն ընկերն է թե արյունակցականա։ Կա էլի մարդուն վրա կարաս հույս դնես։ Չգիտեմ, իմ համար որտեղ արյունակցական նույն մարդուն ես ամեն ինչ չի որ կարամ վստահեմ։ Անկեղծ։ Ես ոչ իմ եղբորը կարամ ամեն ինչ պատմեմ կյանքից, ոչ իմ մամային կարամ, որտեղ իրանք ունեն հստակ դերեր իմ համար էս կյանքում։ Քույր չունես դրանից։ Չէ, ինչև է, իրականում սա բանը բնականաբար փոխաբերական, հա, ես չունեմ։ Չնայած չէ դու вас много и все в тебе։ Դե հարազատ չեն, հա, դե էլի ընկերական ընկալում է մեկը այնտեղ ինչ որ է։ Բայց չէ, ես էլ էի ուզում նույն քո ասածը ասեի, որ միանշանակ դա ավելացնում է կյանքին շատ կարևոր գույներ ու բացի դրանից ավելացնում է մենակության զգացողության բացակայություն, որը որ շատ կարևոր է։ Ամեն դեպքում մենակության զգացողությունը հաստատ ոչ մեկին չի երջանկացնում ու միտքը որ կա ինչ որ մեկում հետ դու կարող ես խոսես ու քեզ հասկանան, քեզ աջակցեն, որ կարող ես ցանկացած պահին զանգես, բողոքես, նվնվաս, լացես, շատ կարևոր է։ Ու իրոք ինչ ամպիկ ուղարկեն, չէ, գիտես, բացի դրանից, եթե ընկերությունն էլ որակով է, դու նաև կարող ես ակնկալես, որ այդ ինչ որ չափով նաև քո համար հենարանա, ճիշտ քննադատ է, ինչ որ մեկն է, ում հետ շփման մեջ դու կարող ես աճել ու մեծանալ, ապրես էտել է, իրեն ոնց թարգման եմ հայերեն, բայց այդ reality check-ը, այդ իրականության հողակցումը կողքից կարծիք ասողա, որովհետև դու քո դրամայի ու քո կյանքի մեջ երբեմն adekvat չես կարողանում տեսնես ամեն ինչը։ Փորձից 1500 անգամ կարող ասեմ, այո, մասնավորապես եթե հակված ես դրամաներին ու տենց սիրում ես շանս ունես ծուլվելու, գիտես այդ արյունակցական հարազատը ավելի շահագրգիռ է քեզ կարեկցելու, վայ երեխես տանջվում է, վայ քուրս տանջվում է։ Այդ շատ բնական ռեակցիա է քո ընտանիքի անդամի կողմից, որտեղ չի կարա չլինի անշահախնդրություն ու անկողմնակալություն ավելի ճիշտ բառը։ Ընկերուհին, իրական ընկերուհին, որ ոչ թե քո հետ մտնում է գլխանց այդ դրամայի մեջ, ասում է, ո՞վ է դու լավն ես, իսկ ինքը քխաբան, այլ ասում է, լավ, հələ մի երկու օր լացի, բարբերաբար գրում հարցում է, հələ լացում ես, զա։ Ես ասում ինչ ես լացում, ինչև է, ինչ որ մի օր նստացում ու ասում է, գիտես, մի հատ արի խոսանք, հասկանանք, ես ինչ էր եղավ։ Ու ասում եմ բաներ, որ քեզ շատ տհաճ է լսել, բայց անհրաժեշտ է լսել։ Դու կարող ես այդ բանը ասես, դու ամենավատ մարդն ես, որին ես երբևէ հանդիպել եմ, որովհետև չես ասում։ Ուզել եմ։ Ուզել եմ, հա, բայց չասել է հենց դրանով է պայմանավորված եղել, որովհետև ես հասկացա, որ ես adekvat չեմ, որ ասացի ճշմարտացիությունը կամ չէ ճշմարտացիությունը ռեալ գնահատեմ։ Ու երբ անցել է ինչ-որ ժամանակ իմ էմոցիաներն էլ թողել, ես հասկացա, որ այս մարդու ասած ամեն բառը ճշմարտությունն է, որովհետև իրան այդ Всё-таки այդ արյունակցական կապը չկա, մարդը կարողանում առանց էմոցիա սառը կողքից դիտորդի դերից քեզ ասի։ Դե հետո հոսերը նրանում չի կայանում, երբ որ մարդուն սիրում ես, մենակ նրանում չի կայանում, որ գլուխը շոյես, ասես դու միշտ ճիշտ ես։ Իրականում հենց լավ վերաբերմունք հետ այն ժամանակա, երբ որ ի վիճակի ես մարդուն ցույց տաս, որտեղ է ինքը սխալ։ Բացի դրանից, ընկերական ճիշտ որակով ընկերական շփումը նաև շատ մեծ աղբյուր է աճելու։ Որովհետև եթե քեզ շրջապատում են մարդիկ, ումից դու ինչ որ սովորելու բան ունես,
մարդիկ ովքեր քեզից տարբերվող ինչ որ կարծիք կարող են հայտնել, քեզից տարբերվող ինչ որ փորձառություն ունեն, ում դու ինչ որ չափով համարում ես քո համար ավտորիտետ, ոնց է հայերեն, հեղինակություն, այդ էլ շատ անփոխարինելի բան է։ Իհարկե։ Ես ուղղակի իրոք այդ ընկերության չկարևորելու տեսանկյունից ուզում եմ ասեմ, որ միգուցե թե դու գտնվում եք ձեր կյանքի այդ փուլում այդքան շատ կազմակերպվել դրանից չարժի, բայց այո, տարբեր հենարաններ ունենալը շատ կարևոր է կյանքում ու հենարաններից մեկն էլ հաստատ են մարդիկ են, ովքեր մեզ շրջապատում են։ Ես մի օրինակ էլ բերեմ ու ավարտենք ընկերության կարևորության տեսանկյունից։ Մի քանի տարի առաջ, երբ ես որոշել էի մասնագիտական կտրուկ փոփոխություն կատարեի, առաջին մարդը, ում ես դրա մասին ասել եմ, եղել ես դու, ու քեզնից բացի հետո էլի եւս 2 ընկերուհի։ Ու եթե դուք 3-դ ինչ որ տայիք այդ պահին ոչ այնպիսի ռեակցիա ոնց որ տվեցիք, ես չէի անի, որովհետև այդ պահին, երբ որ դու կասկածների մեջ ես, երբ որ կան մարդիկ, ովքեր քեզ կան, հա, շատ ճիշտ ես մտածում, գիտես որ զարմացած դեմքի արտահայտություն չես տեսնում, արժեզրկող դեմքի արտահայտություն չես տեսնում, ձեռք առնող նախադասություններ չես լսում նաև այդ իրավիճակի մեջ, որ ինչի հետևից ես ընկել։ Այդ բանն է, գիտեսնել են sense հումորի սոուսի տակ մատուցվող արժեզրկումները, ես մեկ ուզում եմ այդ մարդկանց ֆիզիկական վնաս պասիվ ագրեսիան, այո, շատ ճիշտ ես ասում, որ հենց մոտիկ մարդիկ են հիմնական իրար նկատմամբ գործածում, բայց շրջապատի կարևորությանը վերադառնալով, եթե դու առաջինը չասեիր այդ ու հետո այդ 2 եւս ընկերուհիները, ովքեր շատ ավելի դրական ռեակցիա տվեցին, քան ես սպասում էի, ես չէի լինի ընկետում որտեղ կամ։ Զամից նախքան քո այդ որոշում կայացնելը ես ինքս եմ ասել, որ պետք է քեզ դառնալ այն ինչ որ դու այսօր ես։ Ու այնպես որ ու եթե մարդիկ չլինեին ում կարող եմ կարծիք հարցնեմ, ես էլի չէի անի։ Էդ էլ ունի շատ մեծ նշանակություն, որ փոփոխությունները իր համար էս կյանքում ոչ միայն դժվար չեն, ու խորհուրդներ չի սիրում, այլև անհրաժեշտ են բնականon կենսագործունեություն եւ առհասարակ նորմալ կենսամակարդակ ունենալու համար, հետեւաբար առանձնապես տենց որ մեկը վալիդացնի դա թե չի վալիդացնի, իրար մեկ է, վալիդացիա սիրո խարգողը մեր մեջից ես։ Բայց դա կյանքին հենց փուլեր, որտեղ այդ շատ կարևոր էր։ Ու այդ փուլերում ունենալ մարդիկուն վրա հնարավոր է հենվել, շատ կարևոր է։ Այլ ասելու բան չունեմ։ Գեղեցիկ ես ունեմ, բայց թողենք ես sense գեղեցիկ ավարտվի։ Ինչ էիր ուզում։ Հայ։ Իսկ ոչ վատ բաներ իմ մասին ուզում։ Այդ հաջորդ հաղորդմանը խնդրում եմ Աստծոյի սիրուն, եթե դուք չեք բաժանորդագրվել, ինչ էս ինչն այլ է եղել են իմ կյանքի ամոթալի դեպքերի մասին, իմ պատկերի մասին հաջորդ էպիզոդը, որը լինելու է մարտի 22-ին, պատռում ենք նելի դիմակը միասին, այնպես որ բաժանորդագրվեք հենց հիմա։ Բաժանորդագրվելուց բացի դարձեք մեր Patreon-ը, որովհետև չգիտեմ, Patreon դառած ավելի կայֆ է, էլի ոնց ենք պատռում էլի դիմակ։ Ինչևէ, շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, EasyPay ընկերությանը, ով իր Telegram-յան ալիքում բարբերաբար կիսվում է շատ կարևոր ինֆորմացիայով տարատեսակ զեղչերի, տարատեսակ հատուկ առաջարկների ու ակցիաների մասին, այնպես որ անպայման մեր հաղորդման նկարագրում տեղադրված հղմամբ միացեք Telegram-յան ալիքին եւ ընդհանրապես եղեք իրազեկ, ուրիշ ոչ մի չեք անում, sense ինֆորմացիան ինքն իրան գալիս է ձեր դուրը։ Ինչպես նաև շատ շնորհակալ ենք Antheris կլինիկային, ով բոլորիս հնարավորություն անձեռնում մեզ, մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին եւ ընկերուհիներին, հիանալի բան ընկերուհիներին նվերանելը, նվիրել սեր, հոգատարություն ու ջերմություն։ Իմ խելքը գնում է Նելին նվերներ անելու համար։ Նելին էլ է սիրում ինձ նվերներ անել։ Ուսա ամենայն անկեղծությամբ ենք մեզ ասում, որ մենք ասում, որովհետեւ այն էմոցիան, որ հստակ գիտենք անենք այդ նվեր այդ մարդը ստանալու է, անփոխարինելի է դրա համար, կարծում եմ որևէ կնոջ համար չկա ավելի լավ ինչ որ նվեր, քան սեփական անձը սիրելու, խնամելու ինչ որ ժեստ, քայլ, միջոց, որը Antheris կլինիկան տրամադրում է իր նվեր քարտով, թե թվային, թե ֆիզիկական, կարող եք ձեռք բերել թե կայքից, թե զանգահարելով այս հեռախոսահամարով եւ թե այցելելով մասնաճյուղեր, որոնց ցանկը կթողնենք հաղորդման նկարագրում, այնպես որ մեկ gift card-ով կարող եք նվիրել սեր,
հոգատարություն եւ ջերմություն ձեր ընկերուհուն, մայրիկին, քրոջը, սիրելի կնոջը, ինքներդ ձեզ 10,000-ից մինչև 200,000 դրամ սահմանաչափով, որով կարող եք օգտվել ինչպես իմ սիրունի դեմքի փաթեթներից, դեմքի խնամքի փաթեթներից, այնպես էլ լազերային, ալեքսանդրիտային եւ դիոդային մազահեռացման տարատեսակ փաթեթներից։ Այսքանը մեզնից ձեզ, բայց հիշեցնենք, որ մենք ունենք խաղարկություն։ Կոմենտներում նախ կարող եք շնորհավորել ձեր ընկերուհիներին, գրել ինչ որ դրական ջերմ խոսքեր ձեր ընկերուհիներին նվիրված, նշել ինչն է կարևոր ձեր համար ձեր ընկերության մեջ, ոնց եք ընտրում ձեր ընկերուհիներին, ինչ դեր են տանում ձեր ընկերուհիները, հա, ընկերուհի եմ ասում, բայց միգուցե դուք կարող եք մոտիկ ընկեր ունեք, ում մասին ուզում եք նշել։ Ինչպես եք ընտրում ընդհանրապես ընկերներին ձեր կյանքում։ Հաղթողին կընտրենք 2 շաբաթից, այնպես որ հետևեք մեզ այսօր այսքանը։ Այսօր կլիներ այսքանը, պետք է ստեղ լիներ բայը, բայց ես մի հատ փոքրիկ լիրիկական զեղում ունեմ։ Ու այնպես է ստացվել, որ մարտի 8-ը բացի գեղեցիկ տոն լինելուց իմ համար կրկնակի տոն է, որտեղ այսօր իմ համար ամենաթանկ մարդու ծնունդն է, մամայիս։ Ես հուզվում եմ։ Նելին էլ նկարակել է, խնդրում եմ, այս ամեր կյանքը ինքը ծայրահեղ չհուզվող, ես ամեն երկրորդ տարից հուզվող։ Ուզում եմ սենց բոլորի աչքի առաջ բոլորի ներկայությամբ շնորհավորել մամայիս ու մաղթել իրան, որ ինքը լինի ու շարունակի լինել, որովհետև քանի մենք մեծանում ենք, այնքան ավելի էական ու կարևոր է լինում այդ մեկ ու ամենակարևոր կնոջ ներկայությունը մեր բոլորի կյանքում ու անկախ մեր բոլորի մանկական տրավմաներից, որը բոլորս ունենք, կան անփոխարինելի մարդիկ մեր կյանքում, ինձ թվում է առաջին ցուցակում այդ հենց ծնողներն են ու մասնավորապես մաման, հենց որ մամ ծնունդդ շնորհավոր, այսօր կգամ կպաճպչեմ թշերդ։ Քանի հայկանին չեմ կորցրել այսօր այսքանը։ Bye.